Երևի թե առաջին բանը որ պիտի ասեմ այն է չպիտակավորենք ոչ իրավաչափ վարքագիծ երբևէ ցուցաբերած անձանց եւ ազատությունից զրկված անձանց, որովհետեւ պարտադիր չի որ եթե ցուցաբերում ես ոչ իրավաչափ վարքագիծ պարտադիր հենց ազատությունից զրկման ձևով պիտի պատիժ կրել ու այս տեսանկյունից միանշանակ է որ նաեւ բոլորս պիտի նրանց նկատմամբ ու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք ունենք։ Այո, ես վստահաբար ընկալեցի եւ հասկացա բնականաբար ձեր հարցադրումը։ Այստեղ մի կարևոր գաղափար էլ կա, որի մասին պետք է իհարկե խոսեմ, պետք է նկատի ունենանք, որ ազատությունից զրկման վայրերից երբեք չեն դադարելու բողոքները, այսինքն չկա մի պետություն, որտեղ ազատությունից զրկման վայրերից չլինեն բողոքներ։ Հարցը այլ է։ Հարցն այն է, թե ինչքանով է կոնկրետ պետությունում, այս պարագայում Հայաստանում համապատասխան չափանիշների համաձայն երաշխավորվում այդ անձանց իրավունքների ապահովումը։ Հիմա օրինակ եթե դիտարկենք շենքային պայմանները քրեակատարողական հիմնարկների, ապա պիտի ես միանշանակ արձանագրեմ, որ միայն վերջին տարիներին են սկսել այդ առումով պատշաճ քայլեր ձեռնարկվել, որովհետև մինչ այդ մենք ունեցել ենք շատ աղետալի վիճակ քրեակատարողական տարբեր հիմնարկների առումով եւ ընդ որում սա եւս մեր առաջարկների կարևոր մասի կատարման ցուցանիշների վերաբերյալ է վկայում։